Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին գլուխ 5. Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք, ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ։ Ժամանակն օգտագործեցեք, քանզի օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, և մի հարբեք գինով, դրա մեջ զեխություն կա, այլ մանավանդ լցվեցեք հոգով, որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը։ Գոհություն հայտնեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հնազանդվեցեք միմյանց Քրիստոսի երկյուղով։ Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու և ինքն է փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին, և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի առատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ։ Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները, ով սիրում է իր կնոջը ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս եկեղեցին, քանզի անդամներն ենք նրա մարմնի, նրա մարմնից և նրա ոսկորներից։ Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից, և երկուսը պիտի լինեն մեկ մարմին։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։ Դուք էլ նույնպես ամեն մեկդ նույնը արեք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես իր անձը, և կինը երկնչի իր մարդուց։